Հունվարի 31-ն էր։ Բոլորը նստած էին լուռ ու զգուշավոր։ Անգլերենի միասնական քննության ժամն էր։ Հանկարծ դիմորդների շրջանում իրարանցում սկսվեց։ Պարզվեց, որ թեստերում կան տպագրական և արտադրական թերություններ։ Խոտանի բացահայտումից հետո իրարանցում սկսվեց նաև գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցների շրջանում։ Առաջացած աղմուկը տագնապի պատճառ դարձավ։ Շատ դիմորդներ չկարողացան կենտրոնանալ։ Քննությունը տապալվեց։ Այսօր օտարլեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի երկրորդ և չորրորդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ Երկրորդ և չորրորդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել՝ 30-ից 45 րոպե։ Խնդիրը հարթվել է։ Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը, որ ժամանակին արձագանքեն և լուծում տան։ Իսկ արձագանքը եղել է և լուծում տրվել է։ Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա և որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի երկրորդ և չորրորդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել։ Լրացուցիչ քննությանը երկրորդ կամ չորրորդ տարբերակը գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը։ Այսինքն, երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից որևէ դիմորդ չի զրկվի։ Քննության օրվա մասին առավել որոշակի առաջիկայում։ Փաստորեն դիմորդը կարող է ամիսներով չքնել, պարապել ու պատրաստվել, բայց ձախողել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ժամանակին չի ստուգել տպագրության որակը կամ հարցաշարերի բովանդակությունը։ Մի միտում կա վերջին տարիներին, ուրեմն կան տարբեր մասնագիտություններ, որտեղ ուրեմն երկրորդ առարկան, որից պետք է քննություն հանձնեն, դա կարող է լինել կամ հայոց լեզուն, կամ օտար լեզուն։ Եվ շատ զարմանալիորեն, բայց ճակերտներում եմ ասում այդ զարմանալիորեն բառը, շատերը ընտրում են օտար լեզուն, հայերենի փոխարեն, որովհետև գրագիտության մակարդակը սեփական լեզվից, հայոց լեզվից շատ ցածր է, եւ ավելի հեշտ է օտար լեզու պարապել զարմանալիորեն, եւ շատ դիմորդներ գնում են հենց այդ ուղղությամբ։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտարարում են. իրենց պրակտիկայում նախկինում նման խնդիրներ չեն արձանագրվել։ Որպես հիմնավորում ոլորտի պատասխանատուները մատնանշում են դիմորդների թիվը, որն այս տարի հատկապես մեծ էր հենց անգլերեն առարկայից։ Օտար լեզվի քննության ժամանակ պարզվեց, որ այնքան շտապողականություն, անփութություն էին դրսևորել մեր որոշում կայացնողները եւ կազմակերպիչները քննությունների, որ պարզվեց 4 տարբերակներից 2-ում տարասխալներ կան, տպագրական սխալներ կան եւ ընդհանրապես սխալներ կան, որոնց արդյունքները էապես ազդում են քննությունների արդյունքների վրա։ Եվ հետո մտածեցին, թե տակից ինչպես պետք է դուրս գանք, ասացին դե լավ, եկեք մի անգամ էլ քննություն կազմակերպենք, հիմա այդ process-ն է, մարտի 1-ին, եթե չեմ սխալվում, նորից պետք է քննություն կազմակերպվի, բայց որը առաջացնում է իր հետ նոր խնդիրներ, որովհետև նախ անհավասարություն է առաջանում տարբեր երեխաների դիմորդների մոտ, որովհետև նրանցից մի մասը ընդամենը մեկ հնարավորություն ունեն դիմելու կամ երկու այդ քննություններին մասնակցելու, իսկ որոշ դիմորդներ 3 անգամ կլինի, որովհետև այն գնահատականը, որ նրանք ստացել են այդ սխալով քննությանը մասնակցելուց, դա կարելի է հաշվել, եթե օրինակ մյուս քննությանը ավելի ցածր բաներ հաշվեն։ Եվ այսպիսի խառնաշփոթ իրավիճակով մենք գնալու ենք առաջիկա ուրեմն ընդունելությունների կազմակերպմանը։ Այո, եւ այստեղ ավելին ասեմ, ինձ թվում է, որ նույնիսկ սահմանադրության խախտում կա, լեզվի մասին օրենքի խախտում կա, որովհետեւ ինչ է նշանակում հավասարության նշան դնել մայրենի լեզվի եւ օտար լեզվի միջեւ, ինչ լեզու էլ որ լինի, որովհետեւ կարծում եմ, որ անպայման հատկապես այդ մասնագիտությունների գծով պետք է հայերենը պարտադիր լինի։ Անգլերեն չընտրեն հայոց լեզվով, մայրենի լեզվով անցկացնեն քննությունը, էլի ստացվել է, որ դիմելությունը շատ է, ու էլի տապալվել է։ Անհասկանալի է, որովհետև ցանկացած բան կարելի է սպասել այս վիճակում մեզ մոտ, ցանկացած բան, որ մարդու գլխով նույնիսկ
գտխում չի կարող ծագել, առաջանալ, մտածել, այսինքն, եւ ստացվում է, այո, այսպիսի իրավիճակ ունենք, ընդ որում այս քննությունը կազմակերպողները հաշվի չեն առել հատկապես այն ստրեսային իրավիճակը, որ ապրում են մեր դիմորդները։ Նրանք պատկերացրեք, տարիներ շարունակ պարապում են կրկնուսույցի մոտ կամ ինքնուրույն են պարապում եւ սրտի թրթիռով սպասում էին այդ քննությանը, որպեսզի գնային եւ հանձնեն, եւ պարզվեց, որ այդ քննությունը չեղարկվեց։ Այսինքն այդ ամբողջ ստրեսային իրավիճակը մնաց դիմորդների հիշողության։ Տապալված քննությունից հետո կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշումը դժգոհության նոր ալիք բարձրացրեց։ Լրացուցիչ քննություն պիտի հանձնեին միայն նրանք, ում վրիպակներով հարցաթերթիկ էր բաժին ընկել, սակայն շատ չանցած որոշումը փոխվեց։ Սույն թվականի հունվարի 31-ի անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում առկա էր տեխնիկական խոտան, որի պատճառով քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա։ Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքին, կարող են մասնակցել մարտի 1-ին կազմակերպվելիք անգլերեն առարկայի նոր քննությանը, անկախ իրենց թեստի տարբերակից։ Կպահպանվի բարձր միավորը։ Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն, չմասնակցելով նոր քննությանը։ Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Սա կարող էր առաջանալ նույնիսկ քիչ դիմորդների պարագայում, սա գալիս է խոսելու մեր նախարարության կամ թեստավորման կենտրոնի անփութության մասին, որոնք մի քանի ինստանցիաներով պետք է հանձնի այդ քննություններին ներկայացվող նյութերը, դրանից հետո նոր գնա քննության։ Բայց պարզվում է, որ որևէ մեկը կարող է դրան չնայել եւ դա պարզ դառնա միայն քննության ընթացքում։ Եվ սա բնութագրական է այդ կազմակերպիչներին, որոնք որևէ փորձ ըստ էության չունեին եւ այսպիսի իրավիճակի առջև կանգնեցրեցին եւ իրենց եւ դիմորդներին։ Գիտեք, ինչ եթե այսպիսի իրավիճակ ստեղծվեր մի նորմալ երկրում, նորմալի նկատի ունեմ նորմալ կառավարում ունեցող երկրում եւ պատասխանատվություն ունեցող որոշումներ կայացնողների մոտ, այդ պատասխանատուները, որոնք պատասխան պիտի տային այս իրավիճակի համար, նրանք կամ սեփական կամքով դիմում կգրեին եւ կհեռանային, կամ առնվազն նրանց վերադասը նրանց կհեռացներ աշխատանքից։ Հայաստանում հակառակն է, Հայաստանում այդ իրավիճակի պայմաններում մենք ունենք ավելի բարձր պարգևավճարներ են մարդկանց համար, որոնք այսպիսի իրավիճակ են ստեղծում։ Ուշադրություն։ Իգիտություն հունվարի 31-ին անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների։ Հունվարի 31-ին անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimort.am կայքի իրենց անձնական էջ եւ սեղմեն վերահանձնել կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։ Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը եւ ժամը։ Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում եւ դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։ Ուշադրություն։ Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին ժամը 12:00-ին եւ կավարտվի փետրվարի 12-ին ժամը 23:00-ին։ Ես ճիշտ եմ հասկանում, քանի որ մարզերում էլ միասնական քննություններ կան, այնտեղի համալսարաններում էլ են նստած այդ պահին կամ մի քանի ժամ շուտ կամ ուշ այս խնդիրը հայտնաբերել։ Այո, դա բոլոր տեղերում նույնն է եղել, որովհետև այդ տարբերակները բոլորի համար նույնն է։ Եվ արդյոք տրված լուծումը բավարարեց ձեզ։ Գիտեք, իրավիճակից դուրս գալու ելք են գտել եւ կարծես թե ամենանուրբ ձևն են գտել, որպեսզի ինչ որ հետևանքներ էական շատ չլինի, բայց միևնույն է, սխալը արդեն արված է եւ պետք է արձանագրել դրա համար մինչեւ այս պահը որևէ մեկը պատասխանատվություն չի վերցրել իր վրա եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Մինչ պետական ամբիոններից հնչում են թվային Հայաստանի եւ տեխնոլոգիական թռիչքի մասին խոստումներ, գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեռևս կարճած է թղթին։ Երբ թեստերում հայտնաբերվել են խոտաններ, աշխատակիցները պատճենահանող սարքով բազմացրել են առանց վրիպակների թեստերը եւ բաժանել դիմորդներին։ Ինչու առ այսօր չի ներդրվել քննությունների էլեկտրոնային համակարգ, որը կբացառեր տպագրական խոտանը ու ոչ ոքի չէր թողնի քսերոքսի հույսին։ Իսկապես, հիմա դրսում 21-րդ դարն է եւ ով է այդպիսի ձևով քննություններ անցկացնում, այդ մասշտաբի ընդ որում քննություններ, որ ամենաշատ դիմորդները հատկապես հենց անգլերեն լեզվից քննություն էին հանձնում եւ իսկապես դա կարելի է անել թվային տեխնոլոգիաները օգտագործելով, որը ավելի
ապահով է եւ ավելի հավաստի։ 4 ամիս անց Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններ են եւ այդ ընտրությունները իրականացվել են մի իշխանության օրոք, որի ժամանակ անգամ գրանցվեց անգլերենի միասնական թեստի միասնական քննության տապալման դեպք։ Պարզվեց, որ քվեաթերթիկների մի մասը տպագրական խոտաններով է։ Նորմալ է, որ տոտալ թվայնացման ձգտող կառավարությունում թեստերը տպվում են թղթի վրա։ Իհարկե նորմալ չէ, իրենք հայտարարել էին իրենց մեգա առաջադեմ, այդպես տեխնոլոգիական բումեր բերող իշխանություն, բայց այսօր, ասենք հազարավորներով թղթեր են տպում, հետո դրանք խոտանում, պարզվում է ինչ-որ փոքր սխալների համար։ Այդ տեսակ սխալները արդեն իսկ անթույլատրելի են, բայց գիտեք, զարմանալի չէ։ Այս մարդիկ պետության կառավարման հարցում մեծ տապալումներ են թույլ տվել, Արցախից սկսած վերջացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներով։ Եկեք նորից հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են ադրբեջանական ուժեր։ Սա արդեն իսկ հիմնավոր պատճառ է, որպեսզի այս իշխանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն չտա առաջիկա ընտրություններին։ Փորձագետների կարծիքով այս միջադեպը եւս մեկ անգամ ի ցույց դրեց բուհական ընդունելության համակարգի խոցելիությունը։ Հայաստանը շարունակում է կարճած մնալ մի մոդելից, որի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային տարիներին։ Քննությունների կազմակերպման մեթոդաբանությունը հին է, թեև փոխվել են անվանումներն ու ձևաչափերը, բովանդակային առումով համակարգը մնացել է նույն իներտ ու ծանրաշարժ մեխանիզմը։ Թեստային համակարգը ընդհանրապես դուրս է եկել։ Հիմա էլ ոչ ոք թեստեր չի գրում։ Եվ թեստեր չի լրացնում, որովհետև դու թեստով կարողանում ես այդ պահին մարդու հոգեվիճակի վրա ազդել առաջինը եւ միայն որոշակի հմտություններ, որոնք մարդը ձեռք է բերում իր ուսումնառության ընթացքում, միայն դա գնահատել։ Երբեք դու դիմորդի գիտելիքը չես կարողանա մի թեստով գնահատել։ Դու պետք է ակումուլացրած գնահատական տաս դիմորդին։ Եվ դրա համար աշխարհի լավագույն երկրներում չկա այդպիսի թեստային համակարգ, այլ հաշվի է առնվում դիմորդի ողջ ընթացքը կրթական համակարգում, որովհետև ընթացքում նա անընդհատ կրեդիտներ է կուտակում, բալեր է հավաքում եւ ունենում է, կարելի ասել, մի փունջ, որի մեջ կա եւ գիտելիքները, եւ կարողությունները, եւ հմտությունները, եւ ոչ թե ընդամենը մի թեստով դու կարողանում ես որոշել, ես դիմորդն է լավ, թե այն մի դիմորդը։ Այսինքն դիմելությունը առանց քննության։ Այո։ Այո, դա ուրեմն հիմնականում գրում են էսսե, ինչ որ թեմայի վերաբերյալ եւ տանում են իրենց դիմորդները տանում են իրենց հանրակրթական դպրոցից վերցրած բոլոր գնահատականները, որոնք ոչ թե մեկ քննության արդյունքում են նրանք ստացել, այլ ամբողջ ընթացքում նրանք աշխատանք են կատարել, քննություններ են հանձնել, գրավոր աշխատանքներ են հանձնել, այդ ամբողջը կուտակվում է եւ ստացվում է յուրաքանչյուրի գնահատական։ Կրթության ոլորտի մասնագետներն ու հոգեբանները իրենց մտահոգությունն են հայտնում։ Ստեղծված նախադեպը կարող է բացասական ազդեցություն ունենալ անգամ ամիսներ անց։ Այսուհետ յուրաքանչյուր քննական շրջանում երիտասարդների մոտ կարող է ձևավորվել հարցաշարի մեջ թաքնված սխալ փնտրելու մոլուսկ։ Սա շատ մեծ դրոշ վատ իմաստով թողելու է դիմորդների եւ նրանց ծնողների, հարազատների մոտ, ինչպես նաեւ հետո եկող դիմորդների վրա որոշակի ազդեցություն կունենա, որովհետեւ այստեղ իսկապես հոգեբանական սա էական ճնշում կլինի նրանց վրա։ Իդեպ ասեմ, որ սա, եթե այս դեպքում ընդունելության քննությունների դեպքում առաջին անգամ է տեղի ունենում, բայց օրինակ նույնը չէինք ասի ուսուցիչների ատեստավորման գործընթացի պարագայում, երբ որ բազմաթիվ անգամ եղել են նման սխալների արդյունքում եղել են նույնիսկ բողոքներ, դիմումներ եւ թույլ է տրվել տարբեր ուսուցիչների խմբերի եւս մեկ անգամ այդպիսի թեստավորում անցնել։ Այսինքն սա բնութագրական է հատկապես մեր կազմակերպիչների։ Օրենքի տեսանկյունից ԳԹԿ-ն որ մարմնին է ենթակա նախարարության։ Նա կրթության, գիտության եւ մնացած բաների նախարարության ենթակայության տակ է։ Իսկ եթե մասնավորին տրվել ԳԹԿ-ն օրինակ առանձնացվեր, գուցե այս խնդիրը չէր առաջանում։ Կարելի է տեխնիկական ինչ-որ գործառույթների մասին է։ Գիտեք ինչ, կարելի է նայել աշխարհի փորձը, որովհետեւ շատ աշխարհի երկրներում հենց քննությունները կազմակերպվում են պատվիրակմամբ, այսինքն պետությունը պատվիրակում է տարբեր ընկերությունների, որոնք կազմակերպում են
քննությունները եւ արդյունքները ի հայտ լինեն գալուն պես դիմորդները հնարավորություն են ունենում իրենց գնահատականները իրենց ձեռքին նոր գնալ բուհեր դիմելու։ Իսկ բուհերը նախապես հայտարարում են, թե ինչպիսի գնահատականների, ինչպիսի միավորների նվազագույն շեմ պիտի ունենա դիմորդը, որպեսզի ընդունվի այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հայաստանում ցավոք սրտի այդ ամբողջը կենտրոնացված համակարգով է տեղի ունենում, իսկ սա մեծ ժառանգություն է գալիս խորհրդային միությունից։ Հասկանում եք, որը շատ բնութագրական է հատկապես պլանային տնտեսությանը, երբ որ ամեն ինչ դու կարողանում ես պլանավորել եւ վերջում էլ ավարտելուց հետո այդ ուսանողներին օգտագործել պետական կառավարման կամ տնտեսության որևէ բնագավառում։ Ցավոք սրտի Հայաստանում վաղուց չկա պլանային տնտեսությունը, բայց չգիտես ինչի բուհական ընդունելության համակարգում դա դեռևս մնում է։ Թղթի վրայի սխալն ուղղելը հեշտ է, նորը կտպագրվի։ Բայց ինչպես ուղղել այն տագնապն ու անարդարության զգացումը, որն այդ օրը դաջվեց հարյուրավոր պատանիների հիշողության մեջ, այդ թվում եւ մարզերում։ Ի վերջո քննությունը գիտելիքի ստուգում է, ոչ թե հոգեբանական դիմացկունության փորձություն։